Տիկին Հակոբյան, Բագրատ Գալստանյանը նորից ակտիվացել է իր վերջին հարցազրույցներից մեկում ասաց, որ կարևոր չէ թե ով կլինի վարչապետի տեխնացուն, կարևորն է որ հասնեն իշխանափոխության եւ նաեւ մատնանշեց այն սցենարները, ինչ կարող է տեղի ունենալ, եթե 2026 թվականին նորից վերընտրվի այս իշխանությունը։ Նախ ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք Բագրատ Գալստանյանի ակտիվանալը եւ նման հայտարարությունները։ Բագրատ Գալստանյանի ակտիվությունը բացարձակ չի հետաքրքրում եւ չէր հետաքրքրի, եթե չաներ սենսացիոն հայտարարություններ։ Իսկ ինչ հայտարարություններ է անում։ Այն մեզ լսողները, որոնք չեն հետևել, ինձ նման հետաքրքրված չեն Բագրատ Գալստանյանով, ուզում եմ իրենց տեղեկացնել, որ Բագրատ Գալստանյանն ասում է մեծ հաշվով, որ ինքը հավաքագրված է օտար երկրների կողմից։ Անգամ ասում է, մտածում են թե դա Ռուսաստանն է, ինքն է ասում, բայց միայն Ռուսաստանը չէ։ Եվ ինչ ասում, որ իրեն զանգել են, ասել են, որ պետք է այստեղ փոփոխություններ արվի, թե չէ մեր երկիրը կդառնա Սոդոմ Գոմոր մոտավորապես։ Եվ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում, նույնց ակտիվ է եւ 1 տարի է շուրջ ակտիվ է նաև, ապա ենթադրել միայն, որ նրան ուզում են հավաքագրել, քիչ է։ Սա նշանակում է, որ նրան հավաքագրել են, որովհետև նա կոնկրետ իշխանափոխության գործընթացների մեջ է ներգրաված։ Սրա մասին է պետք խոսել, ոչ թե նրա ինչ-որ ակտիվության, նրա վերլուծությունների եւ այլնի մասին։ Այս դրվագը շատ կարեւոր է եւ կարծում եմ մեր ծառայությունները հատուկ պետք է սրան լրջությամբ վերաբերվեն եւ ուսումնասիրեն։ Իսկ վերջին շրջանում որոշ հոգեվորականների ակտիվանալը եւ վարչապետի հետ առճակատման գնալը նույն վարչապետի կառավարության նիստի արված հայտարարությունից հետո, որ եկեղեցիները վերածվել են չուլանների, այս ընդհանուր ակտիվությունը ինչի համատեքստում եք դիտարկում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, թե այլ process-ներ են։ Հետ շնորհություն չէ, որ այս մի քանի հոգեվորականներ ակտիվ են եւ վարչապետի դիտարկումը, որ եկեղեցին պետք է կարգի բերել, որ եկեղեցին ծառայի իր նպատակին, որ եկեղեցականները պետք է հետևություններ անեն եւ իրենց երթմանը ուրեմն հավատարիմ մնան։ Սա եւս վերագրեցին իրենց եւ սա լավ առիթ էր, որպեսզի նրանք էլի խոսեն, որովհետեւ հասկանում եք, ալիքը մարել էր, այլևս հետաքրքիր չէին նրանք մարդկանց եւ անլրջությունը, հա, իբրև քաղաքական ֆիգուրների սա շատ ակնհայտ էր, մարդիկ հասկացան, որ այո, հավաքվենք, աղոթենք, իբրև հոգեվորականի հետ հանդիպում, բայց քաղաքական process-ներ անլուրջ է գեներացնել այս մարդկանց հետ։ Եվ այս հայտարարությունը իրենք օգտագործեցին, որ էլի անեն քաղաքական հայտարարություններ եւ խնդրեմ մենք ազատենք, բայց նաեւ երբ որ քաղաքական հայտ ես ներկայացնում, պետք է պատրաստ լինես նաեւ քաղաքական պատասխաններ ստանաս։ Եվ այդ ժամանակ չասես ես սքեմավոր եմ, ես հոգեվորական եմ, ինձ էս ինչ եք ասում, չէ, եթե դու քաղաքական հայտ ես ներկայացնում, ապա իբրև քաղաքական ընդդիմախոս դու խոսում ես, պետք է նույն կերպ ստանաս պատասխաններ։ Սա է։ Իսկ ինչ վերաբերում է մեր ասացին, տեսեք, ես ուզում եմ, որ երբ որ մենք պսակադրվում ենք, մեր երեխաներին մկրտում ենք, մեր հարազատներին հուղարկավորում ենք, մենք երկար ման չգանք խոշորացույցով, թե ով է այն հոգեվորականը, որը պետք է պատիվ ունենա այդ գործողություններն իրականացնելու։ Եվ հիմա մեզ լսողներն էլ կփաստեն, որ մենք ինչքան երկար ենք ման գալիս, ով է այն մաքուր հոգեվորականը, որը պետք է օրինակ մեր երեխային մկրտի։ Մենք պատահական եկեղեցի, պատահական եկեղեցականի մոտ չենք գնում։ Մենք իրապես ման ենք գալիս արժանի հոգեվորականի։ Ման ենք գալիս, որովհետև ամեն եկեղեցիում չէ այդ արժանի հոգեվորականը։ Եվ սա է, սրա մասին է խոսքը։ Իսկ ինչու պետք է այդպիսի իրավիճակ լինի։ Տիկին Հակոբյան, իսկ քաղաքական պատասխաներ արդյոք վարչապետի այն գրառումը ուղղված սրբազաններից մեկին, երբ թիրախավորվեց ոչ թե հստակ պատմությունը կամ երևույթ, այլ հենց բառը, որ վարչապետը արտաբերել էր։ Տեսեք, մենք ընկած ձևի մասին ենք խոսում, այլ ոչ թե բովանդակության, հա։ Այ ինչու վարչապետն ասաց, ինչու այդ բառն օգտագործեց, ինչու Facebook-ով, ինչու գրառմամբ, սրա մասին ենք խոսում, այս կետը, այն ստորակետը, բովանդակությանը չենք անդրադառնում, իսկ բովանդակությունը այդ մարդկանց վարքն է, վարքը եւ վերջ, որովհետեւ եթե հոգեվորական ես, ապա դու էլ մենք ոնց որ տեսեք, որպես պաշտոնյաներ ունենք, չէ, լիքը պարտավորություններ, ունենք նաեւ օրինակ բիզնես չունենալու պարտավորություն, հա, այլ գործունեությամբ չզբաղվելու։ Եվ հիմա ոնց որ մենք սկսենք բոլորս համատարած զբաղվել բիզնեսով եւ ասենք, որ
Ձեր ինչ գործ հոգևորականներ, եթե խոսեն հոգևորականները դրա մասին, կամ քաղաքացիներ, ձեր ինչ գործ։ Հիմա քաղաքացիները եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ ասում են հոգևորականներ, դուք էլ ունեք այս պարտականությունը։ Ինչու՞ չէ, դուք էլ հետևում ձեր պարտավորություններին, պարտականություններին, որովհետեւ դա վստահության մասին է խոսում դեպի եկեղեցին, հա։ Օրինակ, ես նոր պատահական չէի ասում, օրինակ ինչու երեխային մկրտելուց մենք չենք վստահում ցանկացած հոգևորականի, մենք փնտրում ենք այդ հոգևորականին։ Սրա մասին, սա վստահության մասին է խոսում։ Մենք ուզում ենք, որ այս վստահությունը իրականում լինի գոնե, եթե ոչ համատարած, ապա մեծ մասում, որովհետև մենք ունենք շատ լավ հոգևորականներ, որոնց վստահում ենք հենց այդ արարողությունները, որոնց մոտ գնում ենք օրինակ խոստովանության կամ ուղղակի, հա, հանգստանալու հոգեպես, եւ այդ քիչ հոգևորականները ընդհանուր այս տպավորության տակ միգուցե նրանց ավանդը, նրանց կարևորությունը այդ աշխարհում, նա իջնում է, որովհետև ընդհանուր ասում են, այ բոլոր հոգևորականներն այսպիսին են։ Այդ համատարած ես երեխա ժամանակվանից հիշում եմ այդ խոսակցությունները։ Բոլոր հոգևորականները սենց են, որովհետև մեծամասնությունն է այդպես։ Եվ իրականում ասուն եւ հավատացյալին ծառայող հոգևորականները, այն քիչ որոնք կան, այդ ընդհանուրի տակ գնում են։ Տիկին Հակոբյան, վարչապետը նաև շատ կարևոր հարց է բարձրաձայնել, թե արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, թե չի խախտել, զավակ ունի, թե չունի։ Մայրաթորը դրան արձագանքելով ըստ էության ոչ հերքեց, ոչ հակառակը, բայց ամեն դեպքում ինչու վարչապետը նպատակահարմար գտավ հիմա նման հարցադրում անել, նախ գիտենք, որ վերջերս մայիսին Գարեգին Բ-ն պաշտոնական այցով եղել էր Բելարուսում։ Ինչ որ նպաստող հանգամանքներ են եղել, թե հիմա նպատակահարմար գտավ, ինչու հենց հիմա այդ մասին որոշվեց խոսվել եւ եկեղեցու պատասխանից դուք ինչ հետեւություններ եք արել։ Օրինակ նույն Աջապահյանը ասում է ձեր ինչ գործն է, խախտել ենք թե չենք խախտել, ձեր քիթը մի մցրեք այնտեղ, որտեղ պետք չէ։ Կաթողիկոսը այցելել է Բելարուս այն դեպքում, երբ մեր երկրի վարչապետը հայտարարել է, որ չեն լինելու հարաբերություններ, քանի այդ երկրի ղեկավարն է, օրինակ, հա, այդ երկրի ղեկավարը, ապա չեմ հասկանում իմաստը, հա, օրինակ հոգևորականի գնալ եւ այնտեղ եղբոր հրավերով ինչ որ գործողություններ անել, որովհետեւ մենք հենց այնպես չէ, որ խոսել ենք Բելարուսի այդ խնդիրների մասին, չէ որ Բելարուսի ղեկավարը ուղիղ ասել է, որ աջակցել է Լեռնային Ղարաբաղում այդ անմարդկային գործողություններին, ողջունել է այդ գործողությունները, նորմալ է համարել, զինել է Ադրբեջանին եւ այլն։ Եվ շատ նմանատիպ այլ ինֆորմացիաների մասին մենք բարձրաձայնել ենք մեր հասարակությանը եւ բացատրել ենք, որ սա ոչ թե ազգին, ոչ թե երկրին ուղղված քայլ է, այլ կոնկրետ ղեկավարությանը։ Եվ հիմա այդ ֆոնին մեր ուրեմն հոգևոր առաջնորդը գնա այնտեղ, մի քիչ դա բան չի, բայց պետք չի սրա հետ կապել այս ամեն ինչը, հա։ Ուղղակի ոնց եղավ իրականում վարչապետը կառավարության նիստի ժամանակ խոսեց, որովհետև նաև թեմա էր քննարկվում եւ դրանից հետո նորմալ հոգեվորականը պետք է վեր կենար եւ օրինակ այդ ճուլանային վիճակը վերացներ եկեղեցուց։ Բայց մենք տեսանք ինչ, որ սկսեցին քաղաքական հայտարարություններ անել։ Նաև հայտարարեցին, որ օրինակ նիկոլական գաղափարներով տառապողներին որոշները նաև փորձեցին չթողնել եկեղեցի հավատացյալին, ով քաղաքական որոշակի իրենց հետ չի համապատասխանում, նույն քաղաքական գիծը չեն տանում, եւ սա շատ անընդունելի է։ Ինչ է նշանակում, եթե օրինակ նիկոլական գաղափարախոսություն ես կրում, չպետք է մտնես եկեղեցի, եկեղեցին հորդուքյանը չի, այդ Աստծո տունն է։ Դու ով ես, ինքը ճիշտ է, հոգևորականն ասում էր, ես եմ այս եկեղեցու իշխանը, ես եմ տերտիրականը, թքած ունեմ կադաստրի թղթերի եւ թքած ունեմ այլ կարծիքների վրա, բայց սա խոսում է իր մասին եւ սրա պատասխանը քաղաքացիները իհարկե իրենց արձագանքով տալիս են։ Իսկ Աջապահյանի այն հայտարարությունը, թե ձեր ինչ գործն է, իրենք խախտել են կուսակրոնության ուխտը, չեն խախտել, իրենց հարցերը ներսում կլուծեն եկեղեցի պատերին շատ ճիշտ կլինի, որովհետև իրանք ունեն ընթացակարգեր իրականում կանոններ, որին հետևում են եւ այդ կանոնների խախտելու դեպքում հոգեվորականները ունեն ընթացակարգ, որով անցնում են։ Դուք տեսել եք նման ընթացակարգ, որով ինչ որ մեկը անցել է, հա։ Ես ինչ հիշում եմ, նույն կաթողիկոսի երեխա ունենալու մասին ինֆորմացիան կար։ Միշտ եղել է։ Եվ ես այն օրը նայեցի 15 թվականին դեռևս, թե 14, երբ հերո էր դեռևս այն օրը, երբ պետք է հեղափոխություն լիներ Հայաստանում,
Այդ ժամանակ դեռևս լրատվականները գրում էին այդ մարդու մասին։ Արդյոք քննարկվել է այս հանգամանքը հրապարակային ինֆորմացիան։ Բնականաբար ոչ։ Այսինքն այդ ընթացակարգերը չեն աշխատում։ Եթե չեն աշխատում, պետք է այլ բան մտածել կամ կոչ անել, որ աշխատի։ Հիմա մենք ասում ենք, որպես հավատացյալ, ասում ենք աշխատացրեք դա։ Վարչապետը հայտարարում է, որ Գարեգին բեմ պիտի հեռանա, եթե պարզվի, որ նա զավակ ունի, որոշ եկեղեցու սպասավորներ հայտարարում են, որ մի մտեք այստեղ, սա ձեր դաշտը չի։ Մենք մեր հարցերը կլուծենք։ Հիմա ինչ սպասել, այսինքն վարչապետի հայտարարությունը ինչ որ հետևողական քայլեր հետևելու է դրան, նաև հաշվի առնելով, որ սահմանադրությունը ըստ էության արգելում է, որ պետությունը խառնվի եկեղեցու գործին եւ հակառակը եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ։ Ես մի առիթով եմ ասել, եթե մենք ուզենայինք խառնվել եկեղեցու գործերին, 18 թվականին մենք կխառնվեինք ու ոչ ոք չի կասկածում, որ կլիներ այն, ինչ մենք ուզում ենք, բայց մենք հարգելով օրենքը, սահմանադրությունը, մենք չենք խառնվել այդ գործերին։ Եվ հետո դուք տեսել եք, թե ինչպես է եկեղեցին խառնվում քաղաքական գործերին, ինչպես են հայտարարություններ արվում, թե սխալ է սահմանազատման գործընթացը, հա, անգամ սահմանազատման գործընթացի մասին են հայտարարություններ արել, հեղափոխություններ անելու կոչեր են արել եկեղեցական։ Սա ուղիղ, ել չեմ ասում հոգևորականին, ով սկսեց քաղաքական, այսպես ասած, գործընթաց հռչակեց իրեն իբրև վարչապետի թեկնածու, ինչը օրհնեց կաթողիկոսը։ Սա ուղիղ խառնվել է քաղաքական գործերին։ Հիմա ինչից են բողոքում, որ մենք խոսում ենք, որ պետք է իրենց երթումը պահեն, այո, ասում ենք։ Ես որպես հավատացյալ ասում եմ։ Տիկին Հակոբյան, այնուամենայնիվ բոլորը ուզում են հասկանալ, երբ սրվեց իշխանություն, որոշ հոգևորականների այս հարաբերությունները, ինչը եղավ այն կարմիր գիծը, որից հետո այսպես փոխադարձաբար անցել են փոխհրաձգության հայտարարությունների մակարդակում եւ ինչ է հետևելու սրան։ Ի վերջո ինչ հանգուցալուծում եք դուք տեսնում։ Հանգուցալուծումը ամեն ինչի մասին բարձրաձայն խոսելն է բոլոր թեմաների եւ հանգուցալուծումը ճիշտ կլինի, եթե այս հոգևորականները հետևություններ անեն եւ ինքնամաքրվեն։ Երբ սրվեց, ես կոնկրետ ընթացքը չեմ հիշում, որովհետև մենք միշտ վերադարձել ենք համագործակցության, որովհետև եկեղեցին մեր քաղաքական հակառակորդը չէ։ Մենք օրինակ 20 թվականից հետո, երբ հոգևորականները ավելի բարձրաձայն սկսեցին խոսել եւ մտնել քաղաքականություն, դրանից հետո ընտրություններից հետո 21 թվականի մեր խորհրդարանում օրինակ վեհապարն է, հա, եղել նաև եւ մենք այսինքն այդ համագործակցությունը եղել է, բայց հետո գիտեք արդեն ինչ եղավ տարբեր թեմերի առաջնորդների գլխավորությամբ, ինչը առանց կաթողիկոսի եւ առանց նաև նրա օրհնության չէր կարող տեղի ունենալ։ Մենք մեր հարաբերությունները սրված չէ եկեղեցու հետ։ Մենք հավատացյալ ենք, մեզնից շատերը, եւ եկեղեցի ենք այցելում, աղոթում ենք, ապրում ենք Աստծո պատվիրաններով, եւ սա է էլի եկեղեցու հետ մեր հարաբերությունը։ Եկեղեցականի հետ բնավեզ խոսակցությունները չի նշանակում սրվել եկեղեցու հետ, դրա համար ճիշտ բառեր օգտագործենք։ Հոգևորականների այս զայրույթը, հայտարարությունները որոշ հոգևորականների ինքնաբուխ են, թե դուք այդ ամենի հետևում հստակ որևէ ուժ եք տեսնում, որևէ անձանց եք տեսնում, եթե չեմ սխալվում, առաջինը հոգևորականների քաղաքականության մեջ կարևոր ներդրում ունենալու մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին։ Դուք որևէ կապ տեսնում եք այս process-ների եւ այդ նույն հայտարարության միջև։ Միանշանակ ինքնաբուխ չէ, միանշանակ ուղղորդված է եւ ուղղորդված է, ինչպես տեսնում ենք նաեւ օտար երկրների կողմից, ինչը շատ վտանգավոր է։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները հոգևորականի տեսքով հեղափոխություն անելու, սա նաեւ հանրային ասված է եւ սա եւս խոսում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի եւս դրսից ուղղորդվում է, սա մենք եւս գիտենք։ Հիմա դուք զուգահեռաբար նաեւ կարող եք տեսնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան կուսակցության, դաշնակցության, բյուրոյի այսպես պատվավոր անդամի Հրանտ Մարգարյանի հայտարարությունները։ Դուք տեսնում եք, որ նայել մեզ ուրեմն սպառնում են նոր հոկտեմբերի 27-ով։ Իդեպ ինչի հետ կապված ինքս համապատասխան մարմիններին գրավոր դիմել եմ, այսինքն այս ամեն ինչը պետք է գրավոր պատասխաններ ստանա եւ ուսումնասիրությունների ենթարկվի, որովհետեւ գիտեք 99 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ եւս եղել են ազդակներ մոտալուտ այս աղետի մասին, հոկտեմբերի 27-ի մասին, բայց դրանք ոչ մի ընթացակարգով չեն անցել, լուրջ չեն վերաբերվել,
տարբեր ինֆորմացիաներին եւ շատերը կարող են անգամ պատմել օրինակ իրենց անձնական հարաբերությունների մասին Վազգեն Սարգսյանի հետ, որին անգամ ասում էին գոնե թիկնապահներ ունեցիր, գոնե, այսինքն այնքան ռեալ է եղել այդ խոսակցությունները։ Պարզապես այն ժամանակ համացանցը չի եղել ակտիվ, չի եղել եւ բլոգերներ չեն եղել եւ այլ այս խոսակցությունները մնացել են ուղղակի որոշ մարդկանց հիշողությունների մեջ, բայց եղել են շատ հստակ խոսակցություններ, հիմա էլ շատ հստակ այդ խոսակցությունները կան։ Եվ նաեւ կան դա նաև միայն խոսակցություն չէ, այլ վտանգի է վերածվում, երբ որ տարբեր կենտրոններում այստեղ ահաբեկչություններ իրականացնող խմբակներ են գտնվում, բացահայտվում եւ սրանց ուղակի տենց կողքով անցնել ասել լավ ցնդած են այս մարդիկ ուղակի խոսում են, չէ, ցնդած չեն այս մարդիկ այն ժամանակ էլ են ներգրաված եղել, հիմա էլ են ներգրաված փաստորեն, որովհետև խոսում են դրա մասին, եւ մեր հատուկ մարմինները պետք է շատ ուղիղ այս հայտարարություններին ուղիղ ուսումնասիրություններ իրականացնեն եւ նաեւ անհրաժեշտության դեպքում դրանց մասին լինեն հաղորդագրություններ, որովհետև մեր քաղաքացիները իրավունք ունեն իմանալ ինչա նորից պատրաստվում իրականացնել ինչ որ խմբակ։ Այսինքն ըստ Տիկին Հակոբյան սրանք ոչ թե պարզապես սպառնալիքներ են, այլ հստակ ազդակներ։ Նրանք ինչպես ասացին, դա սրբության սրբոց կլինի, ակտը սրբության սրբոց կլինի։ Ասացին, որ պորտկում է եղել հոկտեմբերի 27-ը, ոչ թե ահաբեկչություն, պորտկում, մարդկանց ցասումի պորտկում։ Արդյոք այդ մարդիկ, մեր քաղաքացիները չունեն ոչինչ ասելու, հա, դա արդյոք իրենց ցանկությունն էր։ Ես փոքր էի, բայց հիշում եմ ինչպես էր ամբողջ ազգը սգում այդ օրերին։ Ես մինչև այսօր այդ խոսակցությունները լսում եմ մարդկանցից, թե ինչքան այլ կլիներ ամեն ինչ մեր երկրում, եթե Վազգենը, Կարեն Դեմիրճյանը սպանված չլինեին։ Ես այդ ամեն ինչը լսում եմ, այսինքն դա քաղաքացիների սրտի պորտկումը չէր։ Դա որոշ մարդասպանների ուղիղ գործողություն էր, եւ ես մարդասպան ուղիղ միայն գործող անձանց չեմ ասում, Նայիրի Հունանյանին չեմ ասում, նրան ուղղորդող եւ այդ գործողությունները կատարելու մղող ուժերին եւ անհատներին եմ ասում։ Տիկին Հակոբյան, հիմա ինչը կարող է մղել նման հայտարարություն անել կամ նման գործողության մասին մտածել, որտեղ է այդ գլխավոր տարաձայնությունը, որ ստիպում է իրենց մտածել այս իրենց բառերով ասած սրբության սրբոց ակտի մասին։ Ասում։ Երբ որ ուսումնասիրում ես 98-99 թվականների գործողությունները, ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտը կենտրոնացած մնաց մի թևի մոտ։ Դա Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան համագործակցություններ։ Հիշում եք, նրանք միասնություն դաշինքը կազմեցին, մեկը ազգային ժողովի նախագահ դարձավ, մյուսը վարչապետ դարձավ, եւ ամբողջ լծակները կենտրոնացած էին այս թևի վրա։ Այս թևը, այսպես ընդունված է ասել, մեր նաեւ զինվորական հատվածի, հա, ներգրավմամբ այդ ուժներ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Մյուս թևը, որը քաղաքացիները, որը նաև այդ ժամանակվա մամուլում բնորոշվում է իբրև Ղարաբաղից եկած մարդկանց թև, սա համագործակցություններ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ թևի, մնաց միայն նախագահի ինստիտուտը Ռոբերտ Քոչյանի ձեռքին, եւ այդ ժամանակվա մամուլը, եթե եւս ուսումնասիրում եք, վերնագրերում Ռոբերտ Քոչյանին ներկայացվում էին իբրև Անգլիայի թագուհու կարգավիճակում գտնվող գոշչի, այսինքն մարդ, որի ձեռքում մեծ հաշվով լծակներ չկան, հա, համեմատում են Անգլիայի թագուհու հետ։ Ինչ եղավ հոկտեմբերի 27-ից հետո։ Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտը դարձավ միատար։ Եվ մնաց միայն մեկ բարձրաստիճան պաշտոնյա ողջ, մնաց միայն Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն այն թևը, որի մոտ կենտրոնացած էր իշխանությունը, գլխատվեց։ Ես ենթադրությունս չեմ բարձրացնում, բայց վերլուծությունս ներկայացնում եմ բարձրացնում։ Տիկին Հակոբյան, վերադառնալով հոգևորականների թեմային, այ ասացիք, որ եկեղեցին եւ հոգևորականները առհասարակ ձեզ չեք դիտարկում որպես քաղաքական հակառակորդ, բայց որոշ հոգևորականներ հստակ դիրքավորում ունեն, օրինակ Աջապահյանը հայտարարել է, որ մի առիթով ինքը թիվ 1 ընդդիմադիրն է այս երկրում, երբ որոշ հոգևորականներ, որոշ եկեղեցու բարձրաստիճան այսպես ծառայողներ իրենց դիրքավորում են որպես թիվ 1 ընդդիմադիր, մենք կարող ենք ենթադրել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ամեն դեպքում ինչ որ ձևով եկեղեցի մասնակցություն կունենա։ Ինչ վերաբերում է Աջապահյանին, իմ անձնական դիտարկումն ասեմ։
Իսկ մե Աջապահյանը նախանձում է Բագրատ Սրբազանին, որովհետև Բագրատ Սրբազանը կարողացավ որոշակի ժողովուրդ հավաքել։ Իհարկե, նպատակը այդ ժողովրդի այնտեղ հավաքվելու ենթադրում եմ, որ աղոթելն էր, որովհետև քաղաքական հայտարարությունից այդ ժողովուրդը ցրվեց ինչպես տեսակ, բայց Աջապահյանը ինձ թվում է տես ներքին խանդ ու նախանձ ուներ եւ դրա համար այդպիսի հայտարարություններ անում։ Ինչ վերաբերում է այն հոգեվորականին, որը կարողացավ ավելի շատ գեներացնել իր շուրջ մարդկանց, խափելով որ դա քաղաքական պայքար չէ, ապա այս մարդը նախ պետք է իր քաղաքացիության հետ կապված հարցերը լուծի։ Օրինակ, կարող է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, հանել իր սքեմը, հագնել աշխարհիկ կյանքի հագուստ եւ գալ եւ առաջադրվել։ Դա ոչ մի արգելք չկա իրականում, էլի, բայց պետք է իրենց անուններով կոչել։ Այդ եմ ասում, պետք չի այտենց աղոթել, ասել ես հոգևորական եմ, չգիտեմ, նզովելու կոչեր անել, այսինքն այդ եկեղեցական գործիքներն օգտագործել եւ սքեմը չհանել, բայց քաղաքական հայտ ներկայացնել, այդպես չի լինում։ Հասկանում եք, Աջապահյանը նախանձում եւ խանդում է Սրբազանին, Բագրատ Սրբազանն էլ այն մարդը չէ, որը պետք է հայտ ներկայացնի, որովհետեւ նախ եւ առաջ օրենքով սահմանված կարգով չի հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից։ Եթե կհրաժարվի, կգա աշխարհիկ կյանք, խնդրեմ, թող ով ուզում է ինչ ուզում են անեն, կուսակցություններ հիմնեն, միանան էլի բանը, դաշնակցության ֆրակցիայով կան, ինչ ուզում են անեն, նրանք ազատ են իրականում։ Լավ, բա վարչապետի հետ ինչ խնդիր ունեն։ Այդ մարդիկ արթնանում են, խոսում են քաղաքական հակառակորդն է։ Մենք նրանց քաղաքական հակառակորդներն ենք։ Շատ ակնհայտ է ամեն ինչ։ Այս մարդիկ ոչինչով չեն կարողանում, ոչ մի կերպ, ոչ մի թեմա մանիպուլացնելով չեն կարողանում համախմբվել եւ իշխանափոխություն իրականացնել։ Եվ իրենց խոսակցություններն էլ որ լսեք, ասում են մենք չենք հասկանում, անգամ պատերազմից հետո էլի ժողովուրդը գնաց եւ վստահեց Նիկոլ Փաշինյանին, իրանք այս ֆենոմենը չեն հասկանում, հա, բայց քաղաքացիները մեզ վստահել են, որովհետեւ հասկացել են եւ պատերազմի պատճառների մասին եւ դրանց մեղավորության մեղավոր մարդկանց մասին դրանում եւ տվել են էլի իրենց վստահեցության քվեն եւ հիմա իրենք ամեն կերպ փորձում են տարբեր գործիքներ օգտագործելով փորձում են դեպի իրենց կողմ ներգրավել սկզբում եթե կհիշեք նրանց պայքարը բնավ եկեղեցականների հետ չէր Իշխան Սաղաթելյանն էր իրենց բանը կերպարը հետո Վազգեն Մանուկյանն էր հետո էլի ինչքան բան կա այտենց կերպարներ կան զզվելի ում ասես բերեցին իրենց ղեկավար տեսան որ չի ստացվում եւ այդ ժամանակ հուսահատ Ռոբերտ Քոչարյանն ասեց չէ մենք պետքա հոգեվորականին բերեցին բեմ հետո հասկացան որ հոգեվորականն էլ է անլուրջ քաղաքացիների համար օքեյ մենք եկեք բան անենք ուրեմն աղոթենք բա հետո քաղաքական հայտ չի ստացվում ներկայացնել եւ որոշեցին հիմա էլ այդ իրենց այս մոռացված իմպիչմենտի գործընթացը հա ակտիվացնել հիմա տեսան այս իմպիչմենտն էլ չի ստացվում եւ հետ գնալով եւ վերլուծելով նախորդ 5 տարիները իրենց գործունեության հասկացան որ ամենաշատ մարդ հավաքվել է սրբազանների շուրջ հիմա դրա համար էլի ոնց որ շեշտը դնեն սրբազանների վրա էսա Եվ Տիկին Հակոբյանը ամփոփելով ըստ ձեզ ինչու էր օրինակ ռուսական մեդիան որոշ տելեգրամ ալիքներ եւ վերլուծաբաններ երբ որ Գարեգին բն այցելել էր Մինսկ Գարեգին բին ներկայացնում Հայաստանում նախկին էլիտայի հետ կապ ունեցող վերջին դեմք երևի այտենց կշիռ են ուզեցել տալ Գարեգին բին բայց այս այնքան անլուրջ եւ ոչ առօրեական թեմա է սա ես ձեզ վստահեցնում եմ եւ այս օրակարգերը բացարձակ այսօրեական չեն, գոյություն չունեն, հոգեվորականները քաղաքական հայտ ներկայացնելու ազատ են հանել իրենց սքեմը, հրաժարվել իրենց կոչումներից եկեղեցական, իրենց քաղաքացիական աշխարհիկ անուն ազգանուններով կան առաջադրում ոչ մի խնդիր չկա, մեծ հաճույքով եւ միգուցե որոշ հոգեվորականներ ինտելեկտով ավելի բարձր լինելով ավելի բովանդակային դարձնեն ազգային ժողովի ընդդիմադիր դաշտը։ Դա ձեզ կօգնի Ավելի բովանդակային եւ ինտելեկտուալ քաղաքական գործիչների արկայությունը միանշանակ կօգնի։